Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բաքվի երկնքում հայտնված անօդաչուները անհանգստություն են առաջացրել հասարակության շրջանում, որոնք չեզոքացնելու համար պաշտոնական քարոզչամեքենան կրկին տարածքային պահանջներ է ներկայացնում Իրանին։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բացմի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Սոցցանցերում տարածվում է աղմկահարույց տեղեկատվություն առ այն, թե Եգիպտոսի ՀՕՊ-ը խոցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ինքնաթիռը, այն շփոթելով իրանական հրթիռի հետ։ Ըստ հրապարակման միջադեպը տեղի է ունեցել Եգիպտոսի սահմանների մոտ, իսկ պաշտոնական կահիրեն նույնիսկ ներողություն է հայտնել։ Սակայն այս տեղեկատվությունը տարածվում է հումորային, սատիրիկ աղբյուրներից եւ դժվար է ասել, թե որքանով է համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի երկնքում էլ անօդաչուների երևույթ անհանգստություն է առաջացրել անգամ իշխանության ներսում։ Ադրբեջանի խորհրդարանում պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը պահանջել է պարզաբանումներ ներկայացնել կապված մայրաքաղաքի երկնքում նկատվող անօդաչու թռչող սարքերի հետ։ Պատգամավորը կոչ է արել համապատասխան կառույցներին ժամանակին տեղեկացնել հասարակությանը եւ հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն իրավիճակը պարզաբանելու համար։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ անգամ Ադրբեջանի ներսում աճում է անհանգստությունն ու անվստահությունը, ինչպես նաև տեղեկատվության պակասը Ալիևի կառավարման պայմաններում, գրում է Հաքին Ազը։ Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ կրկին տարածքային պահանջներ են հնչել Իրանի դեմ։ ITV հեռուստաալիքի հաղորդավարուհին հայտարարել է, որ Թավրիզը պատմական ադրբեջանական տարածք է եւ ոչ թե իրանական։ Նույն ծրագրում նա ընդգծել է, որ Խոյ, Արդեբիլը, Ուրմյան ու Զենջանը նույնպես պատմական ադրբեջանական հողեր են եւ պետք է ազատագրվեն։ Այս հայտարարությունները դիտվում են որպես բացահայտ տարածքային պահանջներ ուղղված Իրանի դեմ եւ վկայում են Ալիևի ռեժիմի ագրեսիվ նկրտումների մասին տարածաշրջանում։ Իրաքն ու քրդերը պայմանավորվել են, նավթը կրկին կուղղվի դեպի Թուրքիա։ Բաղդադի եւ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները համաձայնության են եկել վերականգնել նավթի արտահանումը դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ։ Մատակարարումները կսկսվեն արդեն մոտ ժամանակում։ Կողմերը նաեւ համաձայնեցրել են անվտանգության միջոցները նավթահանքերի պաշտպանությունն ու արտահանման անխափանությունը ապահովելու համար։ Այս զարգացումը կրկին ընդգծում է Թուրքիայի տարածքային դերը տարածաշրջանի էներգետիկ հոսքերի վերսկսման մեջ, ինչպես նաև այն, որ Անկարան շարունակում է ուժեղացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում էներգետիկ լծակների միջոցով, գրում է Հաքին Ազը։ Թուրքիայում կանայք բողոքի ակցիայի միջոցով բացահայտորեն դիմել են Էրդողանին, պահանջելով գործել։ Ստամբուլի Ֆատիմ մզկիթում մի խումբ կանայք խորհրդանշական բողոքի ակցիա են իրականացրել, աղոթքից հետո հանել են գլխաշորերը եւ նետել տղամարդկանց կողմ, կոչ անելով պաշտպանել Իսրայելում գտնվող Ալ-Աղսա մզկիթը։ Նրանք այս կերպ արձագանքել են այն փաստին, որ արդեն 17 օր մզկիթի համալիրը փակ է հավատացյալների համար, մինչդեռ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ըստ նրանց որևէ քայլ չի ձեռնարկում։ Այս քայլով կանայք փորձել են տղամարդկանց հիշեցնել պատվի եւ պատասխանատվության մասին, չմնալ անտարբեր իսլամի սրբավայրերից մեկի ճակատագրին։ Պաշտոնական արձագանք դեռ չկա, սակայն ակնհայտ է թուրքական հասարակության ներսում դժգոհությունը աճում է։ Էրդողանը երկար ժամանակ հանդես է եկել որպես իսլամական աշխարհի պաշտպան, բայց այժմ նրանից պահանջում են անցնել խոսքից գործի։ Մինչ Թուրքիայում կանայք փորձում են մզկիթների համար պայքարել, պաղեստինցիների նկատմամբ բռնությունները չեն դադարում։ Իսրայելական ուժերը ներխուժել են արևմտյան ափում անցկացվող հարսանիք, կիրառելով լուսաձայնային նռնակներ եւ ձերբակալել բոլոր տղամարդկանց։ Այս գործողությունները ընկալում են որպես ճնշման շարունակական քաղաքականություն ուղղված պաղեստինցիներին իրենց տներից դուրս մղելուն եւ ստիպելուն լքել տարածքը։ Ադրբեջանամետ իշխանական մեդիան կրկին ճակերտավոր բացահայտել է հերթական հակաադրբեջանական ցանցը։ Խոսքը Մետայի մասին է, որը ըստ հաղորդումների 2026-ի առաջին եռամսյակում հեռացրել է հարյուրավոր ֆեյսբուքյան եւ ինստագրամյան հաշիվներ իբր կապված Իրանի հետ եւ ուղղված Ադրբեջանի դեմ տեղեկատվական քարոզչությանը։ Նշվում է, որ այս ցանցը գործել է 2022-ից, նպատակ ունենալով ապակայունացնել երկիրը, առաջ մղել Իրանի շահերը եւ թույլատրել արևմտյան ազդեցությունը։ Սակայն ակնհայտ երկակի ստանդարտ է ձևավորվում։ Իրանի շահերի առաջխաղացումը ներկայացում է որպես հակաադրբեջանական գործունեություն, մինչդեռ ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերի սպասարկումը որպես նորմալ եւ նույնիսկ ցանկալի։ Այս ֆոնին պարզ է դառնում, որ տեղեկատվական դաշտը եւս գտնվում է խիստ վերահսկողության տակ Ալիևի ռեժիմի քաղաքական օրակարգին համապատասխան, գրում է Թուրանսկի Էքսպրեսը։ Ադրբեջանում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել, բացահայտելով Ալիևի ռեժիմի պայմաններում ձևավորված լարված եւ բռնությամբ լի սոցիալական մթնոլորտը։
Աստարայի շրջանի Քուլիատոն գյուղում 22-ամյա Ռուհանա Իմանովան սպանել է 55-ամյա սկեսուլին Խալիդա Մանաֆովային։ Պատճառը որքան էլ անհավանական հնչի, վեճն է եղել բրեկետներ դնելու հարցի շուրջ, որը վերածվել է ծեծկռտուքի։ Դատարանում կինը խոստովանել է մեղքը, նշելով, որ տարիներ շարունակ ենթարկվել է ճնշումների ու սահմանափակումների, վերջին վեճը սրել է վիրավորանքից հետո, ինչի արդյունքում նա դիմել է ծայրահեղ քայլի։ Այս դեպքը եւս մեկ անգամ ընդգծում է, ինչպես են Ադրբեջանի ներսում կուտակված սոցիալական լարվածությունն ու ճնշումները հանգեցնում նման ողբերգությունների, գրում է Թալիշական նորություններ Թելեգրամյան ալիքը։ Ադրբեջանում նույնիսկ սոցիալական ցանցերում գրառումների համար են մարդկանց ձերբակալում։ Լենքորարին շրջանի 29-ամյա բնակիչը ձերբակալվել է Instagram-ում ոչ էթիկական արտահայտություններ օգտագործելու համար։ Նմանատիպ դեպք է գրանցվել նաև Սաբիրաբադում, որտեղ մեկ այլ 29-ամյա քաղաքացու նկատմամբ արձանագրվել է խախտում TikTok-ում հայոյանք գրելու համար։ Դատարանի որոշմամբ Լենքորանի բնակիչը կալանավորվել է 15 օրով, իսկ մյուսը 10։ Այս դեպքերը հերթական անգամ ցույց են տալիս խոսքի ազատության սահմանափակումները Ալիևի ռեժիմի պայմաններում, որտեղ անգամ սոցիալական ցանցերում կարծիք հայտնելը կարող է հանգեցնել կալանքի։ Ամերիկացի վերլուծաբանը Ալիևին ներառել է աճող ազդեցություն ունեցող առաջնորդների ցուցակում։ Ամերիկացի քաղաքական վերլուծաբան Ջեյմս Ջեյ Կարաֆանոն հրապարակել է այն առաջնորդների ցանկը, որոնց ազդեցությունը ըստ նրա արագ աճում է միջազգային քաղաքականությունում։ Ցուցակում ընդգրկվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նույն ցուցակում են հայտնվել Խավիեր Միլեյը, Ջորջիա Մելոնին, Ալեքսանդր Ստուբը, Նարենդրա Մոդին, Վլադիմիր Զելենսկին եւ Բենյամին Նեթանյահուն։ Վերլուծաբանը առանձնացրել է նաև Դոնալդ Թրամփին, նշելով, որ նա առանձին լիգայում է։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։